Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն է։ Այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք ադրբեջանագետ Ադրբեջանահայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանին։ Բարի երեկո, պարոն Այվազյան։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտությունը կարծես սրացում է դրսևորում այնտեղ սահմանին բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում նաև մահվան ելքերով, չնայած այն բանին, որ ԵԱԿ նախագահող երկրները հայտարարություն են անում, որ խնդիրը շատ մոտալուտ ապագայում լուծում պետք է ստանա։ Նախ գնահատենք հայ-ադրբեջանական հակամարտությունը, այն ընդհանրապես լուծման միտում ունի ի վերջո, թե սա այն հակամարտությունների թվին կարելի է դասել, որը դարերի պատմություն կարող է ունենալ։ Անգամ ինքը Ադրբեջանը դարերի պատմություն չունի եւ չի էլ ունենա այդքան երկար կյանք, որպեսզի դարեր ձգձգվի նախ եւ առաջ։ Երկրորդը հայ-ադրբեջանական հակամարտության հարցի շուրջ կարելի է մի երկու բան արձանագրել հստակ։ Նախ եւ առաջ այդ հակամարտությունը չի էլ վերջացրել, եւ երկրորդը նաեւ կարելի է ասել, որ մենք հոգուտ մեզ արդեն մեր դրված խնդիրները լուծել ենք։ Այդ ադրբեջանցի թուրքերը ունեն չլուծված որևէ խնդիրներ, նկրտումներ, հավակնություններ Ղարաբաղի հանրապետության նկատմամբ եւ ոչ միայն պետական մակարդակով հռչակել են, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, ուրեմն մենք իբրև թե բնակվում ենք բոլորս արևմտյան Ադրբեջանում։ Այո, հարաբերությունները այս փուլում նկատելիորեն սրվում են եւ դա փաստ է, ավելին ձեզ ասեմ, բազմաթիվ տեղեկությունների եւ փաստերի համակողմանի վերլուծության, այսպես ասենք, մենք որպես անկախ ադրբեջանագիտական կենտրոն եկել ենք հստակ եզրակացության, որ Ադրբեջանը մոտակա ժամանակաշրջանում նախապատրաստում է վերսկսել պատերազմական գործողությունները, այսինքն վերստին դիմել պատերազմին, բայց ձեր արած վերլուծությունները ոչ միայն դա ցույց են տալիս ամբողջ փաստերը, իրական փաստերը եւ Ադրբեջանի դիրքորոշումը, բայց մենք այս պարագայում որևէ բան վախենալու չունենք, չենք մախրեցել այն ժամանակ, չենք վախենում հիմա։ Եթե պատերազմը վերսկսվի, դա ընդամենը կբերի թշնամու, ոչ թե հակառակորդին, ինչպես մենք հաճախ լսում ենք ադրբեջանցիների մասին, որովհետեւ նրանք իրապես ահեղ թշնամիներ են, ադրբեջանական ագրեսորի լիակատար պարտության կբերի նոր պատերազմը եւ արդեն երբ հայկական կողմը ադրբեջանցի թուրքերի հետ անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ պայմանագիր Բաքվում կստորագրի, առնվազն հայկական պետականության սահմանը կլինի նորից քուր գետը եւ մենք դեպի Կասպից ծով ելք ենք ունենալու։ Տեսեք, պարոն Այվազյան, անընդհատ նույնիսկ հայկական լրատվամիջոցներում է հնչում այն տեսակետը, որ Ադրբեջանը նույնիսկ շատ քաղաքական գործիչներ շահարկում են այդ փաստը, որ մոտ 10 անգամ ավել է բյուջեով, ռազմական ծախսերի առումով, բնակչության թվի առումով, կարծես թե իմ մոտ անձամբ ես իմ տեսակետն եմ հայտնում, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում է հայերին թե ռազմական թե տնտեսական առումով, հետևաբար պատերազմը ամենաանցանկալի սցենարն է այդ տեսակետից դուրս գալով, որը կարող է սպասել հայերին։ Դա այդպես է, ըստ ձեզ։ Ոչ, դա այդպես չէ եւ դա կախված է միայն հայկական կողմերից չի կախված, դա ադրբեջանական ագրեսորից է կախված, որը չի թաքցնում իր մտադրությունները, այս անգամ իրենք արդեն բնաջնջել են Ադրբեջանում, ադրբեջանահայության ցեղասպանություն իրագործել են 88-ից 90 թվական, հիմա հստակ նպատակ են դրել Ղարաբաղի եւ ողջ Հայաստանի Հանրապետության, այդ թվում նաեւ Շիրակի, Գյումրիի բնակչության, խաղաղ բնակչության բնաջնջման հարցը։ Ադրբեջանը ոչ այդքան վախենալու է, ինչպես փորձում են նրան ներկայացնել, եւ ես այն քաղաքագետների թվին չեմ պատկանում, որոնք կարծիքով եթե ասենք, որ պատերազմ չի լինելու, դա ավելի լավ է, քան թե խոստովանել, որ պետք է լինի պատերազմը։ Պետք է ժողովուրդը իմանա, որ պատերազմը կա, եղել է եւ կլինի, եւ նախապատրաստվի, եթե դու զգուշացված ես, ուրեմն այսպես ասենք զինված ես։ Եթե քննեցնես, այսպես ասենք հասարակական կարծիքը եւ վաղը չեմ մի ուսոր արտնանաս պատերազմական վիճակում, դա միայն խոճապի կարող է
լինել։ Մեր ժողովուրդը հենց հիմա պետք է իմանա, որ պատերազմ կլինի անպայման եւ խոսքը տարիների մասին չէ, բայց ելքը մեզ համար շատ ավելի բարի նպաստ է, պատասխանատու հայտարարություն է, որի ճշմարտացիության մեջ շուտով ցավոք սրտի շատերը ստիպված են լինելու համոզվել։ Ու ճակատում եղած իրադարձությունները, անընդհատ կրակոցները եւ այլն, ամեն շաբաթ 600 կրակոց եւ այլն արդեն նշանակում է, որ պատերազմը արդեն իսկ գնում է, ուղղակի մեծ բռնկում հետագայում կարձանագրվի։ Իսկ ինչը վերաբերում է ադրբեջանական գերակշռության, ոչ մի գերակշռություն նրանք չունեն, չպետք է մոռանանք, որ ադրբեջանցի կուր ազգ էթնոս գոյություն չունի։ Ադրբեջանցի հասկացությունը, ինչպես օրինակ է համար ամերիկացի հասկացությունը, եւ սևամորթ քաղաքացին, եւ հրյա, եւ օրինակ անգլիացին համարվում են ամերիկացին, նույնը Ադրբեջանի պարագայում։ Նրա ադրբեջանցի հասկացությունը դա ընդհանրապես քաղաքացիական պատկանելիության հասկացություն է։ Եթե վերսկսվի պատերազմ, Ադրբեջանում գոյություն ունի շատ ազգային փոքրամասնություններ, բայց նրանք բնիկ են տարբերություն ադրբեջանցի թուրքերի։ Եվ նրանց ինքնապաշտպանման բնազդը կկանչի այն փաստին, որ նրանք կուղղեն զենքը ոչ թե հայերի դեմ, այլ նրանց դեմ, ով այդ զենքը նրանց բաժանեց։ Ես մամուլում մի այդպես վերլուծական հոդվածի եմ հանդիպել, որտեղ ասվում է, որ թալիշները, լեզգիները, Ադրբեջանի մյուս բնիկ ազգերը սպասում են Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը, այսինքն հայկական հարցի լուծմանը, եւ ըստ այդմ նրանք պատրաստվում են որոշում կայացնել կամ կապստամբեն Ալիևի վարչակարգի դեմ կամ չեն ապստամբի։ Հայերի դիրքորոշումը, հայերի քաղաքականությունը անմիջապես կապ ունի լեզգիների, թալիշների, որոնք ամենամեծն են թվում է Ադրբեջանում։ Բանը դրանում է, որ ես դες ասեմ, որ Ալիևյան, այսպես ասենք, վարչակարգը Ադրբեջանում չի կարելի ասել, որ շատ ամուր հիմքի վրա է կառուցված։ Համենայն դեպս մեզ ադրբեջանահայության համար գաղտնիք չէ, որ ինքը Հեյդար Ալիևը ծագումով քրդացված հայկական ընտանիքից էր եւ նրան ծագումը ոչ ոքի համար Ադրբեջանում մեծ գաղտնիք չի։ Իրենց արտգործ նախարարը Էլմար Մամեդյարովը ծագումով հրյա է, այդպես որ դժվար է բարձրացնել հարցը, որ անգամ նույն ադրբեջանցի թուրքերը, որոնք սովորաբար ադրբեջանցի են կոչում այստեղ, քաղաքական լծակն շատ մեծ քաղաքական լծակներ ունեն եւ պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում շատ հնարավոր է, որ այս բուրգը փլուզվի շատ շուտ, որովհետեւ հիմքը շատ, այսպես ասենք, խարխալուն է։ Ադրբեջանի բնակչության թվի մեջ բազմաթիվ քրդեր կան, թալիշներ, տատեր եւ այլ ազգություններ, որոնք իսկականից եթե փորձես, այսպես ասենք, խորամուխ լինել այդ հարցի մեջ, կնկատես, որ նրանք բնավել փոքրամասնություն չէ եւ լակմուսային թուղթը կլինի ոչ թե Ղարաբաղյան հարցի լուծումը, այլ Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը նրանց համար ազդանշան կհանդիսանա, որպեսզի նրանք ապստամբեն, որովհետեւ իրենց արժեվ փոքր ընտրություն կլինի, կամ պետք է գնան Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ կռվեն եւ կոտորվեն այնտեղ, կամ էլ սեփական ինքնությունը եւ կյանքը պաշտպանելով պետք է գոյատևեն։ Նման տրամադրություններ, օրինակ նույն թալիշները կամ լեզգիները ունեն։ Հաստատ ունեն, որովհետեւ ենթարկվում են, այսպես ասենք, բռնությամբ թուրքացման են ենթարկվում, իսկ նրանք թուրք չեն բնավ։ Եվ ավելին ասեն, Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների համար ադրբեջանահայության որպես իրենց ավակ եղբոր ճակատագիրը վառ օրինակ է, որ եթե նրանք չեն ուզում մեր ողբերգական ճակատագիրը կրկնեն, նրանք պետք է համատեղեն մեզ հետ ջանքերը եւ պայքարեն ընդհանուր ահեղ թշնամու դեմ, իդեմս Ալիևյան հանցավոր վարչակարգին եւ Ադրբեջանում հաստատված թուրքական, այսպես ասենք, գերակշռության դեմ։ Ավելին ձեզ ասեմ, ադրբեջանահայության ճակատագրի եւ պատմության ճիշտ մատուցման եւ ներկայացման մեջ են թաքնված Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման բանալիները։ Եվ որն է դա։
ես շեշտեմ նախ եւ առաջ, որ եթե մի պետություն, դեմս Ադրբեջանի սեփական խաղաղ ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործել, ապա ոչ մի պարագայում այսուհետև չի կարող հավակնել եւ ադրբեջանցի թուրքը ու արցախահայերը մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյատևել այլևս չեն կարողանա եւ դրա վարագույն ապացույցը հենց մենք ենք լավագույն լուծումը Ղարաբաղյան հարցին այն է, որ Ղարաբաղը պետք է միջազգային բնականաբար ճանաչում ստանա եւ այդ գործիքը իդեմս մեր հիմնախնդրի ադրբեջանահայության հիմնախնդրի կարելի է օգտագործել որպեսզի ամբողջ համաշխարհային հանրության առջև պատրել Ադրբեջանի իրական հանցավոր ագրեսոր դեմքը։ Այդ դեպքում բանակցում են ներկայումս այն թեմայի շուրջ, թե ինչպես կարող են վերադարձնել ազատագրված տարածքները, եթե չեմ սխալվում, կա նման բան, Մամեդյարովն էր հայտարարել, կարծեմ այսօր էր հենց, եւ թե ինչպես փախստականները կարող են վերադառնալ, միջազգային հանրությունը երաշխավորում է փախստականների անվտանգ գոյակցությունը ադրբեջանցիների հետ, սա ռեալիստական է։ Էլմար Մամեդյարովի, այսպես ասենք, երևակայությունը կարելի է տենց մեղմ ձևակերպել հրեական երևակայությունը ամբողջ աշխարհին հայտնի է, ինքը լավատես է այդ ուղղությամբ։ Հարցը դրվում է հետևյալ կերպ, ինքը խեղաթյուրում է ամբողջ իմաստը։ Մադրիդյան սկզբունքները, Ակվիլայի, Մուսկոկայի հռչակագրերը եւ վերջին հռչակագիրը նախատեսում են, այո, բոլոր փախստականներին եւ ներքին տեղաշարժված անձանց նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքը, բայց դա բնավ չի վերաբերում միայն ադրբեջանցի թուրքերի, այդ սկզբունքը համընդհանուր է, տարածվում է նաև ադրբեջանահայության վրա, այսպես ասենք, մենք պատրաստ ենք վերադառնալ, եթե երաշխիքներ լինեն, արդյոք Ադրբեջանն է պատրաստ մեզ հետ ընդունել, եւ այդ սկզբունքը միայն կարող է ունիվերսալ ձևով ընդունել, կամ վերադառնում են բոլորը, այսինքն եւ հայերը նախ եւ առաջ վերադառնում են նախկին բնակավայրեր Ադրբեջանը վերադառնան Բաքու, այո, Բաքու առաջին հերթին, կամ էլ չի վերադառնում ոչ ոք, այսինքն եթե հայը չի կարող ապրել Բաքվում, ուրեմն ադրբեջանցի թուրքը չի կարող ապրել ոչ Ղարաբաղում, ոչ ազատագրված տարածքներում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում, դա լիարժեք հակակշիռ է։ Եթե Իլհամ Ալիևը եւ Էլմար Մամեդյարովը տենց շատ են ջանում միջազգային հումանիտար իրավունքից եւ ուզում են, որ փախստականները վերադառնան, նախ եւ առաջ պետք է պատրաստական լինեն 1 միլիոնանոց ադրբեջանահայ համայնքի նախկին բնակավայրեր վերադառնալու խնդրում։ Եվ այստեղ մենք վախենալու բան չունենք, մանավանդ որ այս անգամ արդեն երաշխավորներն են համանախագահող երկրները, եթե գիպատիկապես ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց այդուամենայնիվ հայերը վերադառնան նախկին բնակավայրեր եւ այնտեղ ինչ որ անխորժություն կարող է պատահել, այս անգամ հայերը ոչ թե Հայաստանի Հանրապետությունից կհայցեն, այսպես ասենք, ապաստան, այլ նրանց ճակատագրի համար կպատասխանատու կլինեն եւ կընդունեն իրենց տարածքներով Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որոնք երաշխիք են տալիս այդ մարդկանց անվտանգության համար։ Եվ բնականաբար ես այն կարծիքին չեմ, որ ադրբեջանցի թուրքերը եւ արցախահայերը կարող են համատեղ խաղաղ ապրել Ղարաբաղում։ Եթե նրանք ինչ որտեղ կապրեն համատեղ, դա առաջին հերթին Բաքուն կլինի, ոչ թե Ղարաբաղը։ Սրբազան հայկական հողը սակարկության առարկա չէ։ Մենք պատրաստ չենք ոչ մի թիզ հող զիջել թշնամու, մանավանդ որ ցանկացած զիջումը այն պարագայում, որ քո հակառակորդը, քո թշնամին քեզ ոչ մի բան պատրաստական չի զիջել, կդիտվի որպես թուլության նշան եւ կբերի, այսպես ասենք, Ադրբեջանի կողմից ռևանշիստական պատերազմի ավելի շուտ վերսկսման եւ ավելի լավ գեոստրատեգիական դիրքերից։ Պարոն Այվազյան, հիմա մատուցվում է, եթե մամուլը ուշադիր ենք նայում այդ լրատվական հոսքերը, հետեւյալ բանաձևը, եթե չենք ուզում սկսել պատերազմը կամ պատերազմը վերսկսվի, հետեւաբար պետք է կոնսենսուսային լուծում գտնենք, այդ կոնսենսուսային լուծումը պատկերացվում է հետեւյալ կերպ. վերադարձվում են ազատագրված տարածքների որոշ մասը կամ բոլորը, դրա դիմաց Արցախը ստանում է անկախություն։ Սա այսպես իրատեսական հայկական շահերից բխող լուծում է, թե սա լուծում է, որը կարող է հանգեցնել հետագայում շատ ավելի
դժբախտ պատահարների հայկական պետությանը։ Երազանք է, դա անհիմն եւ անիրականալի երազանք է, որովհետեւ ես ձեզ ասում եմ որպես ադրբեջանագետ եւ ադրբեջանահայ վտարանդի համայնքի ղեկավար, որի համար Ադրբեջանը ես գիտեմ ինչպես իմ սեփական 5 մատս ձերքի։ Կարող եմ ասել ձեզ, որ Ադրբեջանը ոչ մի փոխզիջման պատրաստ չի, ոչ մի բան չի պատրաստում Ղարաբաղին տրամադրել եւ այսպես ասենք իրենք հստակ մատնանշել են, որ Ղարաբաղը պետք է իրենցը լինեն եւ Երևանն էլ պետք է իրենցը լինեն։ Իրենք պատրաստում են, այսպես ասենք, վերսկսել պատերազմ, որը հայ ժողովրդի համար կլինի ոչ թե խաղաղության եւ անկախության համար պատերազմ, այլ կենաց ու մահու պայքար հայ ժողովրդի մեծ հայրենական պատերազմը, որտեղ կվճռվի հայության անդրկովկազում լինել չլինելու հարցը։ Ադրբեջանը հայկական կողմին հստակ ասեց, որ ոչ մի բան չի զիջելու, ոչ մի անկախություն չի լինելու։ Իսկ այդ դիրքորոշումից իրենք հետ չեն նահանջում։ Բանակցությունները իրենք օգտագործում են ընդամենը իբրև, այսպես ասենք, ժամանակ ձգձգելու, ժամանակ շահելու եւ նոր պատերազմին նախապատրաստելու համար։ Իսկ ցանկացած զիջում տարածքային Ադրբեջանի համար կծարայի որպես նոր պլացդարմ, նոր ցածկադաշտ, պատերազմական ռևանշիստական պատերազմը ավելի հարմար գեոստրատեգիական դիրքերից վերսկսելու եւ Ղարաբաղի ու Հայաստանի բնակչությանը, խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար։ Ադրբեջանը ի սկզբանե 18 թվականի թուրքական ինտերվենտների սվինների վրա ստեղծվեց այս գաղափարախոսության շուրջ եւ իրեն, այսպես ասենք, առաքելությունը այն է հայերի բնաջնջելը, երբեք չի ուրացել։ Կարող եք մեզ հավատալ այն մարդկանց, ովքեր ծնվել են Ադրբեջանում եւ այդ հանրապետության հանդեպ հսկայական, այսպես ասենք, ծառայություն են մատուցել։ Մենք ենք այդ հանրապետության իրական տերը, շատ երկար տարիներ ապրել ենք այնտեղ եւ գիտենք թուրքական մեծամասնություն, որը մեզ հանդեպ ադրբեջանահայությունը, ադրբեջանական ԽՍՀ պետականաստեղծ եւ պետականակիր ազգերից մեկն էր։ Նրանք նախ ցեղասպանություն են իրագործել մեզ վրա, ուզում էին դա կրկնել Ղարաբաղում եւ շարունակել Հայաստանում։ Ագրեսորի ոչ մի թիզ հող չի կարելի զիջել։ Ավելին ձեզ ասեմ, ժամանակին Ելենա Բոները, Անդրեյ Սախարովի կինը, հարցրեց Ադրբեջանի ԽՍՀ առաջին քարտուղար Վեզիրովին, ասում է՝ զիջեք Ղարաբաղը Հայաստանին, ձեզ շնորհակալ կլինեն։ Վեզիրովը պատասխանեց, որ հողը չեն զիջում, այն գրավում են արյան գնով եւ շեշտեց, որ արյան, այդպես որ հողը չի վերադարձում, հողը նվաճվում է, ազատագրվում է եւ միայն արյան գնով։ Մենք թափել ենք արյուն եւ որևէ բան ադրբեջանցի թուրքին վերադարձնելու չունենք։ Իրենք արդեն մի անգամ օգտվել են իրենց ինքնորոշման իրավունքից եւ ստեղծել են հայկական հողերում Թուրքիայի հանրապետությունը։ Երկրորդ այդպեսի հաջողված տարբերակը դեմս Ադրբեջանի թուրքական հանրապետության չի լինելու։ Պարոն Այվազյան, այդ հողերի հետ կապված այսպես տեղեկատվական պատերազմ է հայկական եւ ադրբեջանական կողմի միջև, կարծես թե Ադրբեջանը այս առումով առավելություն է ձեռք բերում հայերի պասիվության հաշվին, երևի չեմ կարող հաստատ ասել, Ադրբեջանը անընդհատ պնդում է, որ Սյունիքն է, դա ադրբեջանական հողեր, մեր կողմից որևէ հագադարձում բացի պաշտպանականից չի հնչում, բայց շատերը տեղյակ են պատմությանը ծանոթներին, որ Աղվանքի շրջանում, Աղվանք տարածքում, եթե այդպես կարելի ասել, բազմաթիվ հայկական հողեր կան։ Այդ դեպքում ինչու՞ չի բարձրաձայնվում այդ մասը։ Ես որպես նաև մասնագիտության պատմաբան ուզում եմ շեշտել, որ հարցը Աղվանքի մասին չէ, հարցը հայոց Աղվանքի մասին է, այսինքն Արևելյան Անդրկովկասի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի իրական տերը եւ իրավահաջորդը հայոց Աղվանքի իսկական տերը դա ադրբեջանահայությունն է, ոչ թե եկվոր քոչվոր ադրբեջանցի թուրքը։ Այո, մենք ենք պահանջատերը այդ հողերին եւ կպայքարենք մինչեւ վերջ ճշմարտությունը հասնելու աշխարհին։ Հայոց Աղվանքը ինչ տարածքներ են։ Ամբողջ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, Աբշերոնից մինչեւ, այսպես ասենք, ծայրագավառներ։ Ամբողջությամբ։ Այնտեղ թուրքերի համար տեղ չկա, իրենց հայրենիքը Ալտայան երկրամասն է, որտեղ եւ նրանք կվտարվեն գալիք պատերազմից հետո։
իրենք ուզում են սանձազերծել պատերազմ, բայց չեն մտածում դրանից, որ կարող են խեղդվել Կասպիան ծովում, նրանց համար այս տարածաշրջանում տեղ այլևս չի մնալու։ Եվ ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրանց նկարտումները պարզ են, իրենք հայտարարում են, որ ներկայիս Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Դրանից էլ գալիս է պարզ եզրակացություն, որ իրենք մեզ հետ հաշտվելու մտադրություն չունեն։ Նրանք ի տարբերություն շատ հեռուստաէկրաններից անընդհատ լսվող, որ նրանք հակառակորդ են, նրանք հակառակորդ չեն, նրանք ահեղ, դաժան ու անհաշտ թշնամի են։ Նրանց միակ ուզած բանը դա հայ ժողովրդի իսպար բնաջնջումն է, ոչ թե ինչ որ փողզիջման ճանապարհով ինչ որ լուծման գալ։ Եթե իրենք ուզենային փողզիջում, ապա իրենք ժամանակին ադրբեջանահայության ցեղասպանություն չէին իրագործի։ Իսկ հիմա այդ ցեղասպանությունից հետո Ադրբեջանը ունի ոչ բարոյական, ոչ իրավական իրավունքը հավակնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքին։ Այո, մենք պետք է անընդհատ զբաղվենք քարոզչաբացատրական աշխատանքով եւ առաջին հերթին նաեւ մենք ադրբեջանահայերս, որոնց մասին ով չասեց, ինչ ասեց այդ 20 տարվա ընթացքում ասեց եւ շահարկեց, բայց նեղություն չտվեց մեր կարծիքը լսել։ Իսկ մենք ասել ու անելու շատ բան ունենք եւ պատրաստական ենք անցնել հակահարձակման ընդդեմ Ադրբեջանի կողմից տարածված ստերին, ուղղակի 100 անգամ կրկնված սուտը, ինչպես դուք գիտեք, կարող է ճշմարտության տեղը գրավել։ Եվ Ադրբեջանի մոտ կարծես թե ստացվում է միջազգային հանրության արժև։ Նման տպավորություն կա։ Եթե մենք լրենք, կարող է եւ ստացվել, բայց մենք մտադիր չենք լրել։ Մենք վերցրել ենք ազատության դրոշը, ինչպես ասենք, մեր հայրենիքի, նկատի ունեմ Ադրբեջանի այս պարագայում, եւ թող ոչ ոք չվիրավորվի, որովհետեւ պետք է հստակ իմանալ, որ արևելահայության, ադրբեջանահայության պատմական հայրենիքը դա այն հողերն են, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի կողմից զավթման տակ։ Մենք Հայաստան գալով եկել ենք մեր էթնիկական հայրենիքը, բայց ոչ պատմական։ Մեր պատմական հայրենիքը հիմա էլ գտնվում է ադրբեջանցի թուրքերի գերության մեջ եւ մենք հույս ունենք, որ եթե այդուամենայնիվ Իլխան Ալիևը կատարի իրեն ճակատագրական սխալը եւ վերսկսվի այդ պատերազմը, մենք հետ կվերադարձնենք մեր բոլոր հողերը։ Եվ շատ լավ է, որ այսպես ասենք նաեւ Գյումրիում մարդիկ այդ հարցով հետաքրքրվում են եւ իզուր չէ, որ հենց այստեղ այդ համաժողովով թող բոլորը իմանան, որ հիմա մեր ընդհանուր հայրենիք Հայաստանի Հանրապետության վրա է կախված դամոկլյան սուրը եւ վտանգը։ Մենք պետք է անցնենք հակահարձակման բոլոր ոլորտներում, առաջին հերթում քարոզչական պատերազմում, որովհետեւ ով կհաղթի քարոզչական պատերազմում, նա էլ կհաղթի իրական պատերազմում այսօր։ Պարոն Այվազյան, Ալիևը կարծես թե բավականին ինքնավստահ դիրքերից է խոսում, ամենայն դեպս իր հայտարարությունները, դուք ինչ եք կարծում, Ալիևի իշխանությունը նամանավանդ վերջին հակադեմոկրատական, այսպես ճակերտավոր բարեփոխումներից հետո պատերազմի այդ վտանգը կարող է հաղթահարել։ Ես կարող եմ Ադրբեջանի իմաստով ասել, որ Ադրբեջանը իր պատմության ամենավտանգավոր փուլն է մտել, հարբած լինելով նավթադոլարների առատությունից, նրանք շփոթել են իրականությունը երազանքների, թուրքական երազանքների հետ։ Եվ այո, եթե հիմա վերսկսվի պատերազմը, այդ պետությունը կփլուզվի։ Դուք ասեցիք, որ դա 10 միլիոնանոց հանրապետություն է, բայց դա բոլորովին այդպես չէ։ Այդ Ադրբեջանի պես բռնատիրական պետություններում, երբ համապետական ընտրություններ են լինում, սովորաբար ընտրողներին 100%-ն են մասնակցում ընտրություններին, իսկ այս անգամ Ադրբեջանը ցույց տվեց, որ իբրև թե 55%-ն է մասնակցել, այն է 3.500.000 մարդ, բայց իրականում դա ոչ թե 55%-ն է, որ անհնար է Ադրբեջանի պես պետության մեջ, դա իրենց ամբողջ բնակչության, ներկայիս բնակչության 100%-ն է, իրենք ուռճացնում են թվերը, Ադրբեջանի ներկայիս բնակչությունը չի գերազանցնում 3 ու մի քիչ ավել միլիոնից եւ նրանց նորշանակալից մասը հենց այսպես ասենք ազգային բնիկ փոքրամասնություններ են, այսինքն նրանք այդ տարածքի տերն են փաստորեն։ Այսինքն Ադրբեջանը իր բնակչության մեծամասնությանը կորցրել է արտագաղթի։ Այո, առաջին հերթին նաեւ արտագաղթի ճանապարհով, որովհետեւ Բաքվի այս շքեղությունը չպետք է կուրացնի մնացածներին։ Ադրբեջանի Հանրապետության տարածքի շրջաններում ամայությունն է տերում։
Ամայությունը եւ ամբողջ հանրապետությունում Ալիևյան կլանը կլանեց ամբողջ պետության հարստությունը, նաեւ այն հարստությունը, որ մեզ է պատկանում։ Ադրբեջանի մեզ հանդեպ պարտքը, եթե գումարային իմաստով վերաձևենք, դա 100 միլիարդ դոլարի է հասնում։ Այդպես որ այդ ռազմատուգանքը վճարելուց հետո, չգիտեմ, Իլհամ Ալիևի համար կմնա գումար, ինքնաթիռի Տոմսի համար թե չէ, եւ ավելին ձեզ ասեմ, չեք տեսնում, որ Ալիևի, այսպես ասենք, դիրքորոշումը ցույց է տալիս, որ ինքը իրականում արմատներով հայ է, իրեն անընդհատ հայկական հողն ու ջուրն է։ Կրկին պատասխանատու հայտարարություն է, պարոն Այվազյան, սա ինչ որ արխիվներում փաստաթղթեր կան, որոնք վկայում են այդ մասին։ Կան եւ բոլորը դա գիտեն, եւ Ալիևյան կլանը գիտի, եւ նրանց մոտիկները գիտեն, բոլորը գիտեն։ Միգուցե դա չի տարածվում։ Իհարկե, միայն փորձեք նայել Ալիևի վարքից, իրեն ինչպես ես շեշտեցի, անընդհատ հայոց հող ու ջուրն է կանչում։ Չեք տեսնում, որ մարդը ուզում է արմատներին վերադառնա, դրա համար ուզում է այդ ձևով գրավել Հայաստանը եւ վերադառնա իրեն նախնիների բնակավայրը։ Հիմա Թուրքի, այսպես ասենք, մարմնի մեջ երևի թե ինչ որ հայկական բանն է խոսում, բայց մեզ համար բնականաբար դա ոչ այդքան հաճելի է։ Նախքան գովազդի անցնելը վերջին հարցը կրկնեմ, արխիվներ կան, որոնք պահվում են Ադրբեջանում, թե Հայաստանում, որոնք վկայում են։ Անգամ պաշտոնական Գեյդար Ալիևի կենսագրության մեջ նշած է, որ նրա իսկական անունն է Ալի Ռզաօղլի, ոչ թե Գեյդար Ալիև։ Դրանից էլ կարող եք եզրակացություններ անել արխիվների եւ մնացածների մասին։ Մեզ համար Ադրբեջանը հայության համար դա երբեք գաղտնիք չի եղել։ Շնորհակալություն, այժմ զրույց ընտատենք գովազդով, գովազդարգել է հեռուստատիտողներ։ Հանգիստ Սոչիում, հանդիպում Սևծովի ջերմալիքների, Կովկասյան լեռների եւ մերձարևադարձային բնապատկերների հետ։ Սոչիի գողտրիկ բնաշխարհում գտնվող Լիլի հանգստյան տունը ձեր տրամադրության տակ է։ Քաղաքի աղմուկից հեռու, թարմությամբ շնչող կանաչ օազիսում դուք կվայելեք իսկական հանգիստ։ Ընտրելով Լիլի հանգստյան տունը, դուք կհամատեղեք ծովափնյա եւ բուժիչ առողջարանային հանգիստը, բուժական կուրսեր անցնելով Մացեստայի հայտնի առողջարաններում։ Լիլի, ընդարձակ, լուսավոր սենյակներ, լողավազան, բացօթյա խորտկարան, անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Հայաստանից մեկնող բոլոր հանգստացողները կօգտվեն գործող զեղչային համակարգից։ Լիլի հանգստյան տուն, զանգահարեք կամ նախապես պատվիրեք այցելելով insochi.ru կայքեջ։ Իսկական ցեյլոնյան թեյ Իմպրա, հիմա արդեն 20+5 ակցիայով։ Իմպրա, ավելին քան երբևէ։ Կանանաշուն ծաղիկների բույն ու հմայքը Իզան սրահում։ Հոլանդական ու տեղական թարմ վարդեր, հերբերաներ, լիլիաներ ու կակաչներ, փոքրիկ ծաղկաստան, որտեղից դատարկաձեռն չեք հեռանա։ Ընտրեք սիրելիի համար լավագույն ծաղկեփունջն այստեղից։ Յուրաքանչյուր օրը տոն դարձրեք։ Մեծ է նաև տարոսիկների ու մոմերի ընտրությունը։ Ընդունվում են զամբյուղների սեղանի ձևավորման պատվերներ, ընտրված նվերն էլ կփաթեթավորեն։ Իզան, մեր քաղաքում փոքրիկ ծաղկաստան։ Հասցեն Շիրակացի 18 կոտորակ 1, Ակբա բանկի հարևանությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։ Պարոն Այվազյան, մեր խնդիրը գլոբալ առումով ադրբեջանցիների հետ է, թե Ալիևի կլանի հետ է։ Մենք պատերազմում ենք Ալիևի կլանի հետ, թե ադրբեջանական ժողովուրդ ասեմ կամ ժողովրդի ներկայացուցիչներ ասեմ,
Նախ եւ առաջ շեշտեմ, որ ադրբեջանցի ժողովուրդ հասկացություն պատմությանը խորթ է։ Երբեք չի եղել, չկա եւ երբեք չի լինի։ Նրանք ադրբեջանցի թուրք են ընդամենը։ Եվ շեշտեմ մեր պայքարի վերաբերյալ մենք հաշախ լսում ենք ադրբեջանական կողմից շահարկումներ, որ իբրև թե իրենք ուզում են նույն բանակցությունների սեղանի շուրջ նստեցնեն Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքը Ղարաբաղի պետականության եւ ադրբեջանցի թուրքերի վտարանդիների միջև հավասարության նշան դնելով Բնականաբար դա խայտարակություն է։ Այս պարագայում մենք կարող ենք կոնտրարգումենտ առաջարկել Իլխամ Ալիևի։ Թող ինքը մտնի որպես Ադրբեջանի թուրքական համայնքի ղեկավար, ոչ թե ողջ հանրապետության լեգիտիմ նախագահ, մտնի բանակցությունների մեջ Ադրբեջանի հայկական համայնքի հետ, Ադրբեջանի հայկական համայնքի ղեկավարության հետ, օրինակի համար ինձ հետ։ Եթե նույն տրամաբանությամբ, իրեն տրամաբանությամբ առաջ շարժվենք, այդպես է ստացվում եւ թող Հայաստանը ու Ղարաբաղը դուրս գան բանակցություններից եւ բանակցեն միայն Ադրբեջանի թուրքական համայնքը իդեմս Իլհամ Ալիևի եւ Ադրբեջանի հայկական համայնքը իդեմս մենք։ Դրա համար ես կարծում եմ, որ այս հարցը չպետք է աբսուրդին հասցնել Ադրբեջանի կողմից, թե չէ մենք միշտ կարող ենք կոնտրարգումենտ գտնել եւ բավականաչափ ազդեցիկ։ Ադրբեջանը իրեն կազմում անգամ մի հային չի կարող հանդուրժել, դա ցույց տվեց նաեւ Բուդապեշտյան սպանությունը Գուրգեն Մարկանյանին եւ այլն, այդպեսի բազմաթիվ Այսինքն այստեղ պատճառը Ալիևի կլանն է, թե ադրբեջանցու մտածելակերպը, իր մենթալիտետը։ Այստեղ պատճառն է այն քարոզչությունը, որը տանում է Ալիևյան կլանը ադրբեջանցի թուրքերի շրջանակում։ Ավելին ձեզ ասեմ, վերջերս հրապարակվեց ընդդեմ ռասիզմի եվրոպական ինչ-որ կառույցի, այսպես ասենք, զեկուցագիրը, որտեղ նշվում է, որ իբրև թե Ադրբեջանում բնակվող հայերը չեն կարող իրենց դրսևորել եւ այլն։ Դա նորից ադրբեջանական քարոզչության հաղթանակն է, չնայած փոքր։ Մերոնք ուրախացել են, որ Ադրբեջանին քննադատում են, բայց մեկն ու մեկը չի ասում, որ այդ եվրոպական կառույցը գնալով ադրբեջանական քարոզչության հետքերով պնդում է, որ այնտեղ հայեր կա։ Ադրբեջանում ես ձեզ պատասխանատվությամբ հայտարարում եմ հիմա, որպես ադրբեջանահայ վտարանդի համայնքի ղեկավար, Ադրբեջանում ոչ մի զտարյուն հայ չկա։ Եթե այնտեղ գետ մեկ հայ լիներ, դա ես կլինեի։ Եթե ես այստեղ եմ վտարանդիության մեջ եմ, ուրեմն այնտեղ հայ չկա։ Եվ դա իրականում տենց է։ Մենք առաջարկել ենք դրանց, մենք որպես ադրբեջանահայ վտարանդի համայնքը առաջարկել ենք առաջինը մեկնել ենք, այսպես ասենք, խաղաղության ձեռքը ագրեսորին եւ իմ համեստ տեխնացությունը առաջադրվեց Ադրբեջանի Մելի Մեջլիսի ընտրություններում, բայց իրենք նախ եւ առաջ, այսպես ասենք, իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի շուրթերով համաձայնվել են, այդուհետև հրաժարվել են։ Եթե իրենք չեն կարող մի հատ հային հանդուրժեն եւ երաշխավորեն անվտանգությունը, ապա ինչպես կարող են հավակնել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ Պատրաստվում եք մեկնել Բաքու, այնտեղ մասնակցել Պաշտոնական մենք դիմել ենք, նամակը պատվիրված ձևով ուղարկվեց համապատասխան բոլոր փաստաթղթերով Վիեննայի չվերթով Բաքուն, բայց իրենք այնտեղ հատուկ կորցրել են այդ նամակը, որպեսզի իրենց խոստումը չկատարեն։ Այո, համապատասխան անվտանգության երաշխիքների պարագայում մենք կմեկնենք, ես կմեկնեի Ադրբեջան եւ ավելին ասեմ, Հայաստանում, այսպես ասենք, նշան բողոքին, որ փաստահավաք առաքելությունը գնաց ազատագրված տարածքներ, ես առաջինը 20 տարվա ընթացքում որպես համայնքի ղեկավար դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ՓԳ-ի գրասենյակ Դամտե Գիլդեսալինի անունով գրավոր ձևով, խնդրելով, որ իրենք օգնեն ինձ աջակցեն վերադառնամ հետ իմ նախկին բնակավայրը Բաքու քաղաքը։ Մինչև հիմա իրենք հրավիրել են մեզ, բայց այդ գործին մշտական բնակչության թե այսօր իհարկե մշտական բնակչության, բայց դա այնտեղ իմ ունեցվածքն է մնացել, միայն ամենահամեստ հաշվարկներով կես միլիոն ԱՄՆ դոլարի չափ 3 տուն այնտեղ ունեմ, այնտեղ բնակվելու տեղ ես ունեմ, բայց այդ չէ հարցը, հարցը դրանում է, որ այսպես ասենք Ադրբեջանը չկարողացավ այդ քննությունը բերել եւ հիմա որևէ
իրավունք չունի պահանջել Ղարաբաղը եւ ավելին կասկածի տակ դնել Ղարաբաղում եղած ընտրությունները, պատճառաբանելով, որ ադրբեջանցի համայնքը չի մասնակցում այդ ընտրություններին։ Եթե տենք համարենք, ուրեմն Ադրբեջանի Հանրապետությունում 90 թվականից ի վեր բոլոր ընտրությունները համապետական անվավեր են, քանի որ այդ ընտրություններին հնարավորություն չեն ունեցել մասնակցել 1 միլիոնանոց ադրբեջանահայ համայնքը, որոնք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք նաև հանդես ենք եկել ի պաշտպանություն ազատագրված տարածքներին մի այլ առաջարկությամբ ժամանակավոր ազատագրված տարածքներում տեղակայել ադրբեջանահայության հայոց աղվանք հանրապետության ժամանակավոր կենտրոնը Լաչին կամ Բերձոր քաղաքում ժամանակավորապես, որպեսզի համանախագահողները երբ այցելում են այն տարածաշրջան, իմանային ու տեսնեին ու հաշտվեին այն մտքի հետ, որ եթե խոսում են վերադարձի մասին, կամ իրենք նախ պետք է հայերի համար ապահովեն հնարավորություն ուտեղ Բաքու վերադառնալու, կամ էլ պետք է մոռանան, որ երբևիցե ցանկացած պատճառաբանության կամ դեպքում ադրբեջանցի թուրքը, ադրբեջանցի ոտք կդնի հայկական սրբազան հողերը, այն է Ղարաբաղ եւ Հայաստան։ Շնորհակալություն պարոն Այվազյան, ցավոք սրտի մեր ժամանակը սպառվեց։ Ես հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանին։ Ստեսին եւ ամենայն բարիք։